ոստիկանության գվարդիայի նորից վերվում կուտակված ուժերից հետո Սուրբ Թադեոս եկեղեցին է, առաջնորդանիստ եկեղեցին է Մասյաց Հոտնթեմի, որտեղի թեմակալ առաջնորդ այսօր պաշտոնանկի արվել, եթե ավելի ստույգ 3 եւ փոխանորդ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Տեսնենք ինչ է կատարվում եկեղեցու ներսում, համենայն դեպս հավատացյալներ կարծես թե չկան, ուժայինները լցվել են, թե ինչի համարում են պաշտպանում ումից։ Խնդրեմ եւ նկարող անվտանգության աշխատողներն են մեքենաների մեջ, որ հեռախոսներով սովորաբար նկարում են։ Այս ինչ է կատարվում այստեղ, ինչ են այսքան ոստիկաններ եկել եկեղեցի։ Ինձ չես ասում, գնայր։ Ձեզ հարցում, ինչն է պատճառը, մայրիկ, չգիտեք, չեք զարմանում, որ ձեր մոտ հավատացյալի փոխարեն ոստիկաններն են լցվել եկեղեցի։ Հələ հարցրեք, էլի թող ձեզ բացատրեն։ Իսկ տեղյակ եք, որ ձեր թեմակալ առաջնորդին արդեն հեռացրել են պաշտոնից։ Քաղաքացի եք, թե Այո, իրավապահներից։ քաղաքացի։ Տեղյակ եք, ինչ է կատարվում այստեղ։ Ոչ։ Այստեղ հիմա հսկում են ոստիկանները, թե հոտի անդամները։ Հոտը որն է։ Հոտը հավատացյալներն են։ Նրանք ովքեր իրենց եկեղեցու համար են եւ Ես եմ եկեղեցու հոտը։ Եվ ինչ է կատարվում ձեր հոտում։ Ինչ է կատարվում թեմում, տեղյակ եք։ Տեղյակ չեմ։ Դուք էլ եք իրենցից։ Մարդկանց անձնական տարածք։ Այս անձնական տարածք չի, իրանք օպերներ են։ Տարածքը ինքը իր մեքենայի մեջ նստած են, չեք։ Դուք ինչ եկան հանգստանում։ Դուք ինչ եկան հանգստանում։ Ադրբեջանը մի հատ կներկայանաք, չեք։ Դուք ով եք, որ ձեզ ներկայանամ։ Դու ինչ իրավունք ունես նկարում։ Սկսվեց։ Հա? Բեջս մի հատ կբերեք Ինչ իրավունք ունես մի հրի, նկարում։ քեզ ոչ մեկ իրավունք չի տվել Դու իսկապես։ քեզ իրավունք տվել եմ մարդուն Ագույով են առանց արդեն դու խոսում։ մարդուն նկարես։ Այո, որովհետև դուք եկեղեցու տարածքում եք, սա հանրային տարածք է։ Որը։ Ես Սա։ իրավունք ունեմ, իսկ դուք չունեք։ Դուք ինձ ցույց տվեք այն օրենքը, որով դուք արգելում եք ինձ նկարել։ Հանրային տարածքի այստեղ միջադեպ։ Ինչ եմ։ Դուք էլ ԿՊԱ-ական եք հավանաբար։ Չէ՞։ Դուք ԿՊԱ-ական եք։ Դուք ԿՊԱ-ական եք։ Եկեք հասկանանք ով է Չարիկ։ Չարիկը դուք եք։ Եկեք հասկանանք ով է Չարիկ։ Դրա նկարիչ մեջ նայ։ Բայց դու քեզ նկարում, ջանին։ Հա? Այդ ցավը, Ինչի՞ չեք ուզում նկարվեք։ Բայց իմանանք այստեղ դու մեկ Ամերիկա մեզ։ Չէ, ուզում ենք իմանանք դուք այստեղ կանգնած եք, եկեղեցու շուրջ էլ զարգացումներ կան, ինչի համար եք այստեղ։ Եկեք գնանք միասին։ Եկել եք ման վառեք։ Այստեղի բնակիչ եք։ Բա ինչ ենք։ Որտեղ եք ապրում Ասիսում։ Արտաշատ Մրգանիշ գյուղում։ Այսինքն կազմակերպել են, որ դուք էլ գաք այստեղ կանգնեք։ Ո՞վ պետք է ներկա, մենք ենք Ինչ իմանանք։ Երբևից զգում ենք գնում ենք, ճիշտ է մենք Իսկ ճիշտը ո՞րն է, հայրիկ։ հայիկ մեծացել ենք արդեն ճիշտ է։ Ճիշտ իմանալով Երիտասարդ ճիշտը ո՞րն է։ ճիշտ էնա որ մենք գնում ենք պայծառ ապագա։ Որ ապագան։ Բայց քեզ ապագան որն է։ Որ ապագան է պայծառ, եկեղեցու հետ կապ ունի այդ պայծառ ապագան։ Վաղվա օրը։ Բայց դու որն է։ Այսօր անում ենք որ վաղը պայծառ լինի։ Որն է որ դու նկարում ես ազիջա։ Հանգստացեք, հանգիստ։ Հանգիստ, եթե դուք հավատացյալ եք, դուք ընդհանրապես ձեզ պիտի խաղաղ պահեք։ Թե արդեն սրված եկել եք։ Ես աղջիկ ջան։ Պարզա, լավ։ Լավ, պարզա, ձեր տերերը ստեղ շատ են, մենք գնանք ներս։ Իսկ որոշել եք արգելել, հա։
Մի վիրավորը ոչ մեկին։ Բերետավորներ, ինչի եք դուք էստեղ։ Ինչ որ բան ա պատահել։ Միտինգ ա ստեղ։ Այս եկեղեցում ես ձեզ ոչ մի անգամ չեմ տեսել։ Միջադեպ ա եղել, թե միջադեպ ա հրահրվելու հիմա։ Ես կարամ ավելի երկար նայեմ ձեր աչքերին։ Հարց եմ տալիս, ինչու եք էստեղ։ Եկեղեցու բակում ինչու էսքան ուժային կուտակված ու դեռ բերվում։ Ինչի համար մարդ են սպանել։ Ընդհանրապես իր լիազորությունից դուրս եկած թեմակալ առաջնորդին են պաշտոնան կարել։ Շատ ուշադիր եք։ Այո։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոց, եթե հիշում եք, այս թեմակալ առաջնորդը, որը արդեն պաշտոնանկ է արվել, հենց ձեր վրա նայելով, գոռալով, լացելով, ասում էր ում հրամանն է կատարում Թուրքի, այսօր ում հրամանն է կատարում, ձեզ մոտեցել հարցրել է, ինքը լացելով ձեզ էր դիմում, հիշում եք։ Գնացեք նայեք վիդեոները, ձեր բոլոր ծառայողներին դիմելով լացում էր։ Հա, պարոն Ազիզյան, ձեր վիճակը լուրջ է։ Ինչ պատճառով եք այստեղ, ինչ որոշում եք կայացվել։ Մենք հասարակական կարգի ապահովման նպատակ ենք հետապնդում այստեղ։ Իսկ հասարակական կարգը ով է խախտում, որ դուք էլ հասարակական կարգ եք պահպանում։ Այս եկեղեցին շատ խաղաղ եկեղեցի ու այս եկեղեցում հավատացյալներ են լինում, գիտեք։ Չեմ կարծում ինձ շատ այստեղ եղածնեք դուք կամ ձեր հրաման որոշում կայացնողը, որը իդեպ այս հոտից է։ Վեդից է, չէ՞ Արփինեն։ Մեկնաբանություններ չենք տալիս։ Այս հոտի անդամ է Հարգելի դեր։ նախարարը ձեր, որը ձեզ հրամայել է այստեղ գտնվել, ինչի համար չգիտեմ։ Կներեք, Գևորգ Սրբազանը այստեղ ունի իրավունքներ, նա լիազորություններ ունի այս տարածքի վրա, դուք տեղյակ եք, որ նրան այլևս պաշտոնանկ են արել, այսինքն ձեր գտնվելը այստեղ պետք է առնվազն մի հարց էլ բարձրացնել, մարդը իրավունքներ ունի այս տարածքի նկատմամբ, թե ոչ, եւ արդյոք սա ուրիշի տարածք ներս խուժել չէ։ Մայրաթորը պիտի առնվազն ձեզ դիմեր, որ դուք գայիք այստեղ, որովհետև սա Մայրաթորի տարածքն է։ Սա Գևորգ Սրբազանի տարածքը չէ, ու ոչ էլ Արփինե Սարգսյանի, գիտեք։ Դուք կարող եք ձեր հարցադրումները գրավոր ներկայացնել, լրիվ կպատասխանենք ձեզ։ Իբր բանավոր շատ են կարողանում տրամաբանել, մի հատ էլ գրավոր։ Դուք էլ եք ուժայինից, թե բերովի հավատացյալներ եք, տղեկ։ Հավանաբար ԱԱԾ-ից եք դուք էլ։ Ես էլ կամաչեի ձեր փոխարեն ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Շատ ճիշտ ուղու վրա եք։ Դիջգում։ Երեխեք, այստեղի բնակիչ եք, անչափահաս եք, լավ ձեզ նկարելու իրավունք չունենք։ Կներեք, ինչ է կատարվում այստեղ, դուք խմբով այստեղ կանգնած եք բոլորդ, գուցե մեզ բացատրեք։ Խմբով կանչել են, խմբով էլ եկել եք, դուք էլ եք Արտաշատից։ Արտաշատից եք, Մասիսցի չեք հաստատ։ Բայց Արտաշատն էլ է ձեր թեմը, ճիշտ եք արել, որ եկել եք։ Ասեք, տեսնենք ինչ է կատարվում ձեր թեմում, ինչի եք եկել։ Մի ամաչեք, բացատրեք։ Հայ եմ ես, կհասկանամ ձեզ, ձեզ էլ եմ ձեր թեմից։ Խնդրեմ, մարդիկ են այստեղ խմբերով կանգնած, որը սովորաբար հայտնի ձեռագիր է այսպիսի դեպքերում եւ արդեն մեզ ագրեսիվ դիմավորողներից հասկանալի է դառնում ովքեր են նրանք եւ ինչու են այստեղ եւ ինչու են ագրեսիվ ընդհանրապես մեզ է չփում մանավանդ որ առհասարակ դրա պատճառը չի եղել
Եվ անչափահաս երեխեք են այստեղ բերել։ Ենթադրում եմ։ Կներեք դուք եք Արտաշատից։ Չեք խոսի մեզ հետ ինչ է կատարվում այստեղ, ինչու են այսքան ոստիկաններ։ Ձեզ անհանգստացնում է, որ այսքան ոստիկան է լցվել եկեղեցում։ Ումից են պաշտպանում, հոտից։ Ինձնից պետք չի պաշտպանել, ես եմ պաշտպանում եկեղեցին հարձակումից։ Իսկ միգուցե դուք էլ հարձակումից պաշտպանեիք։ Ինձ չէ, եկեղեցին, եթե դուք ձեզ հավատացյալ եք համարում ու քրիստոնյա։ Դուք էլ եք ամաչում։ Ձեր հետևից արդեն ընկել են, ես չեմ ընկել։ Այն որ դուք ստեղ եք պարտադրված, այդ արդեն ընկել են ձեր հետևից, որ դուք էստեղ եք։ Այո։